Գորիսը կերտում է նոր պատմական ուղի։ Սովետական տարիներից ի վեր բնակարան ձեռք բերելու գաղափարը երկար ժամանակ երազանք է շատերի համար, բայց այսօր Գորիս համայնքում այն դարձել է իրականություն։ Ապրիլի 26-ը Գորիսի պատմության մեջ կարևոր ու հիշարժան օր էր։ Այդ օրը համայնքում բացվեց եռահարկ շենք 18 բնակարաններով, եվրոպական չափանիշներով վերանորոգված եւ մասնակի կահավորված։ Բնակարանները տրամադրվեցին Գորիսում մշտական բնակություն հաստատած տեղահանված եւ տեղացի ընտանիքներին, ինչպես նաեւ համայնքի զարգացման մեջ նշանակալի ներդրում ունեցած մարդկանց։ Գորիսը կերտում է իր ապագան հիմնվելով մարդկային արժանապատվության, բարօրության եւ փոխադարձ աջակցության վրա, ընդգծում է համայնքի ղեկավարը։ Սա մեր 8 տարվա մեջ 60-րդ բնակարաններն էր, որ այս ընթացքում տվել ենք մեր քույրերին, եղբայրներին։ Սահմանամերձ գյուղերում, Գորիս համայնքում առաջիկայում էլ պլանավորում ենք 40 նոր բնակարաններ նորից շինարարությունը, դրա նախագիծը արդեն պատրաստ է եւ պլանավորվում է եւս 60-ը, որը նույնպես այս տարի տենդերներ կհայտարարվեն եւ 2026 թվականին Աստծո կամոք կյանքի կոչվեն։ Միջոցները ես չեմ ուզում մեր շուրջ կառուցեն կամ անհատների շուրջ, Աստծո կամքով է, ինչ լինում է, Աստծո ես ուղղակի ուզում եմ շնորհակալություն հայտնել Աստծուն, որ հենց մեր միջոցով է կյանքի կոչում նման ծրագրերը եւ բնակիչներին էլ խնդրել եմ, որ որևիցե մահկանացուի շնորհակալություն չասեն, շնորհակալություն հայտնեն Բարձյալին։ Գորիսը մենք ասում ենք միշտ պետքա դառնա Մոնակոն, ոչ թե նկատի ունենք մեր մշակույթը պետքա փոխվի, այլ այնտեղ մարդկանց կյանքի որակը ավելի լավն է, լավ պայմաններում են ապրում, լավ մեքենաներ են վարում, լավ հագնում են, ճոխ են ապրում։ Եվ Գորիս մեր երկիրը առհասարակ այդպես պետք է լինի, բայց մենք Գորիսում մեր պատասխանատվության գոտին էստեղ է եւ Աստծո կամոք կհասնենք այդ ցանկալի արդյունքին։ Շահառուներին տրամադրվել են 1, 2 եւ 3 սենյականոց բնակարաններ, ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 200 միլիոն դրամ է։ Նախաձեռնությունն իրականացվել է միջազգային տարբեր կազմակերպությունների համագործակցության արդյունքում։ Տեղահանված ընտանիքների բնակարանների կահավորումն ապահովվել է Վինետ Գորիս հիմնադրամի եւ ԳՈՒՄ ՀԿ-ի կողմից, իսկ խոհանոցային գոտիների կահավորումը Ակտետ միջազգային կազմակերպության աջակցությամբ։ Նորագարույց բնակարանը սայս նշանով։ Այսօր մեր երկար սպասված երազանքը դարձավ իրականություն։ Տեղահանված ընտանիքներս վերջապես ունենք մեր տանիքը Գորիսում։ Այս զգացմունքային պահին անսահման շնորհակալ եմ Գորիսի համայնքապետին աջակցության, հավատքի եւ մեզ ուժ տալու համար։ Այո, 23 թվականի սեպտեմբերի 19-ի դեպքերից հետո մենք բնակություն ենք հաստատել Գորիսում։ Գորիսը որպես փոքր քաղաք, սիրուն, մաքուր, կոկիկ, խնամված, մենք Գորիսը տեսնում ենք որպես Ստեփանակերտ, որովհետև մենք Ստեփանակերտից ենք տեղահանվել եւ քաղաքը օրեցօր այսպիսի ծաղկում ապրելով մենք հիանում ենք, մենք հիշում ենք մեր քաղաքը, մեր հայրենիքը։ Մենք արդեն ինտեգրվել ենք այստեղ, երեխաներս հարմարվել են, մենք ունենք աշխատանք, Փառք Աստծո, եւ տեղացիների այն ջերմ ընդունելությունը միջև այժմ մենք զգում ենք։ Ես շնորհակալություն եմ հայտնում պարոն Արոշանյանին եւ բոլոր այն կազմակերպություններին, այն մարդկանց, ովքեր իրենց մեկ դրամը դրել են այս գործի մեջ։ Կարևորը խաղաղություն լինի, մենք էլ ապրենք մեր երկրորդ հայրենիքում։ Ամենաակտիվը Գորիսն է, նշում է Սյունիքի մարզպետը, հավելելով, որ շուրջ 3-4 տարի առաջ Գորիսը սկսեց ակտիվորեն մասնակցել տարբեր բնակարանաշինության ծրագրերին։ Մարզպետն ընդգծում է, որ այս ծրագրերի իրականացումը հնարավորություն է տալիս բարձրացնել մարդկանց կյանքի որակը, աջակցել նրանց կայուն ապրելակերպի ձևավորմանը եւ վերականգնել համայնքի սոցիալական պատկերը։ Այլ համայնքներում այսպիսի մասշտաբների բնակարանաշինական ծրագրեր, որպես այդպիսին բացառությամբ 16 միլիոնների ծրագիրը, որը շատ մեծ է, ինձ հայտնի չէ, այսքան ծանր վիճակում հայտնված Գորիսը կարողանում է այսպիսի օրեր նշել եւ տեսնում եք, որ ամեն օրը փոխվում է Գորիսում։ Գորիսը աննախադեպ ցուցանիշներ է ցույց տալիս։ Հանքարդյունաբերությունը կարող է օգտակար լինել, բայց շատ կարեւոր է, որ համայնքը ինքնուրույն իր հույսը դնի իր ուժերի վրա։ Եվ այս մասով Գորիսը իհարկե փայլուն
հաջողություններից։ Բնակարանների հանձնման արարողությունը նշանակալիոր էր, քանի որ այն համընկնում էր Գուսանաշոտի ծննդյան օրվան։ Այս առիթով Գուսանաշոտի ժառանգները մարզային ու համայնքային իշխանություններ, ինչպես նաև հյուրեր, ծաղիկներ խոնարհեցին պոետի հիշատակին, ով իր ստեղծագործություններով շարունակել է ազդել Սյունիքի մշակութային կյանքին։ Գուսանաշոտն ունի այնպիսի անտիպ երգեր, որոնք դեռ չեն հնչել ոչ մի բեմից։ Ես որպես Գուսանաշոտի թորլուհի մեծ ցանկություն ունեմ, որ իմ աղջիկն իր առաջին մենահամերգը ներկայացնի իր ծննդավայր Գորիսում եւ որ այդ անտիպ երգերը նա ներկայացնի մեր հանրությանն իր քնարերգությամբ, շարունակելով մեծ պոետի ավանդը։ Ես միշտ հիշում եմ, որ իմ պապիկը Երևանից երբ գալիս էր, ինքը սիրում էր մեր այգու թութը, որ սենց հատիկ պոկես ու առավոտ շուտ տանես հյուրասիրես, ինձ թվում է ինքը մեզ նայում է իր հիասքանչ բարձունքից եւ շատ ուրախ է այս հիասքանչ միջոցառման համար մեր ընտանիքի իմ խորին շնորհակալությունը հարգանքներս եմ ուզում տածեմ պարոն Արուշ Արուշանյանին, թող այսպիսի միջոցառումներ միշտ լինեն եւ թող Գուսան Աշոտի երգերը ոչ միայն հնչեն Սյունիքում կոնկրետ իր ծննդավայր Գորիսում, այլ թեև առնեն, սավառնեն աշխարից աշխարհ, որ իմանան Սյունիքը ինչ ծնունդ է տվել։ Ապրիլի 26-ի տոնակատարությունների շարքը համալրեց նաև Մարսպետի գավաթ բասկամարտի մրցաշարը, որին մասնակցում էին մինչև 18 եւ դրանից բարձր տարիքային խմբի բասկամարտի մարզիկներ։ Միջոցառմանը մասնակցել է ավելի քան 100 մարզիկ Սյունիքի տարբեր համայնքներից։ Մրցումները կազմակերպվել են 2 տարիքային խմբում եւ 5 քաշային կարգում։ Առաջին, երկրորդ եւ երրորդ տեղերը նվաճած մարզիկները պարգևատրվել են դրամական մրցանակներով։ Շնորհավորում ենք բոլորիդ, մաղթում նորանոր հաջողություններ։ Ապրիլի 26-ին Գորիսը ապրեց բացառիկ պահերով համայնքապետարանի կազմակերպված տարաբնույթ միջոցառումների շղթան հավաքեց բազմաթիվ զբոսաշրջիկների եւ հյուրերի։ Բրազիլիայից եւ Արգենտինայից ժամանած զբոսաշրջիկները զարմացած էին Գորիսի մաքրությամբ եւ գեղեցկությամբ, նրանք ընդգծեցին նաեւ կազմակերպված համերգային ծրագրի բարձր մակարդակը, որը դարձավ մշակութային շղթայի կարևոր մասն ու զբոսաշրջիկներին հնարավորություն տվեց ճանաչելու Գորիսի հոգեվոր ու արվեստի հարուստ ժառանգությունը։ Միջոցառումները մեկ անգամ եւս հաստատեցին, որ Գորիսը պատրաստ է ընդունել միջազգային հյուրերին իր բնական գեղեցկությամբ ու մշակութային արժեքներով։ Առաջին անգամ ենք Գորիս այցելում։ Մենք եկել ենք Հայաստան ցեղասպանության 110-րդ տարելիցի առթիվ։ Այստեղ եղեռնի նահատակների ուշաքանին ծաղիկներ խոնարհելու նպատակով։ Մեր այցելության ծրագիրը ներառում էր նաև Գորիս գալը, ծանոթանալու տեղի մշակույթին եւ պատմությանը։ Լսել էինք, որ Գորիսը շատ գեղեցիկ է, բայց նաև վտանգի առաջ է կանգնած հարևան Ադրբեջանի պատճառով։ Այստեղ գալով տեսանք շատ գեղեցիկ միջոցառում եւ մեծ ուրախություն զգացինք, ժողովրդի մեջ տեսնելով այսքան բերկրանք, ներկայիս իրավիճակի պայմաններում։ Կեցցեք, այս մելախրոնիկ երաժշտությունը շատ գեղեցիկ է։ Գորիսը շատ յուրահատուկ, մաքուր եւ գեղեցիկ քաղաք է, իսկ ամենակարևորը մարդիկ այստեղ շատ հյուրասեր են։ Այո, շատ լավ է, me gustó mucho։ Գորիսը ինձ մեծ ուրախություն է պատճառում։ Իմ պապերը ինձ այս երաժշտության ներքո են մեծացրել։ Մանկության տարիներին մեր տանը միշտ լսվել են Գուսան Աշոտի երգերը։ Այսօրվա միջոցառումը ինձ բերում է շատ ուրախություն եւ հրաշալի հիշողություններ։ Գորիսը շատ հյուրասեր քաղաք է։ Մինչև հյուրանոցից այստեղ հասնելը տարբեր մարդիկ առաջարկում էին իրենց օգնությունը։ Շատ տպավորված ենք թե գորիսեցիների բարությամբ, թե քաղաքի գեղեցկությամբ։ Գորիսը շատ մոդիկ քաղաք է ինձ համար, ես 18 տարի Հայաստան ապրել եմ։ Հայաստանը ինտերռեալ դեմոկրատիա մնի աշխարհանում եւ մենք ուտին ունենք որ ուրիշ դեմոկրատիաները օգնեն մեզի ավտորիտար ռեժիմների հանդեպ։ Եվ adoramos José, Գորիսը է քաղաքը որ ամեն տարի մենք գալիս ենք մեր ընկերներին բերում ենք ոստեղ։ Միայն քաղաքն է որ Երևանեն դուրս մենք մնում ենք։ Լույսը բացվեք, ով իմանն կարացր գործեր այգին
Ապրիլի 26-ի տոնակատարությունների շարքն ամփոփվեց Գուսան Աշոտի նվիրված գալա համերգային ծրագրով։ Համերգը ներառեց Գուսան Աշոտի ստեղծագործությունների կատարմամբ, որոնք հանդիսատեսին մաղթեցին երաժշտական հոգևոր մեծ պահեր։ Այս միջոցառմանը ելույթ ունեցավ նաև Գուսան Աշոտի ծոռնուհին, ով ներկայացրեց մեծ պոետի անտիպ երգերից մի քանիսը։ Համերգը ոչ միայն նահարգեց պոետի հիշատակը, այլ նպաստեց Սյունիքի մշակութային արժեքների պահպանմանը։ Արմինե Սիմոնյան, Նորայր Դանիելյան, Սյունիք լրատվական։